Անցյալ տարի 25 թվականը ես ուշադիր հետևել եմ մեզ բոլորիս ինձ էլ ձեր հետ միասին եւ ամենամեծ հարցը ու կոնֆլիկտը, որի մեջ ունեցել եմ, ասել եմ, որն է տարբերությունը մեր եւ անհավատների։ Եվ Տիրոջը ասել եմ, ես չեմ ուզում եկեղեցի, որ գան մի ժամ երգեն ու գնան։ Ես չեմ ուզում շենք, որտեղ շաբաթը մենակ մեկ օր ժողով կա։ Եվ ես ինձ համար եմ ցավ ապրել, որ եթե Տերը մեզ հետ է, եթե Աստված իրապես մեր մեջ է, միակ տարբերությունը, որ անհավատներից թվում է, թե ունենք, նա է, որ մենք կիրակի օր գալիս ենք եկեղեցի, իրանք չեն գալիս։ Եթե նույն ձև քրդինքով պիտի աշխատենք, խաբելով պիտի փող աշխատենք, ոնց որ անհավատներն են, ուրեմն մենք ոչնչով չենք տարբերվում։ Եթե մեր երեխեքը դրսի երեխեքից ոչնչով չենք տարբերվելու, ուրեմն Աստված չկա, գոնե մեր կյանքում չկա։ Եվ ես այդ հարցերը ինձ տվել եմ եւ շատ եմ նեղվել։ Որն է եւ երբ է լինելու, որ մենք տեսնենք Աստծո ներկայությունը, Աստծո փառքը մեր կյանքի մեջ եւ երևա Աստծո ժողովրդի տարբերությունը ոչ Աստծո ժողովրդից։ Եթե մենք էլ ես ընդունում եմ բժշկությունը Աստծո պարգև է, ընդունում եմ դեղերը, բայց երբ որ 100-ից 100 մեր հույսը մենակ բժիշկների վրա է, նենց ոնց որ անհավատների հույսն է բժիշկների վրա, իմ հավատքը ինձ ինչ է տալիս։ Եթե այն նպատակները կամ գոնե կարիքները, որ մենք ունենք, սովորական կարիք, մեկը մեքենայի կարիք ունի, մեկը տան կարիք ունի, եւ այս բոլոր բաների մեջ ճանապարհը միայն նա է, ինչ որ անհավատներն են անում կրեդիտ վերցնելով, վարկ վերցնելով, խաբելով, որն է մեր տարբերությունը։ Եվ արդյոք մեզ այդ հավատքը պետք է։ Ինձ պետք չի տենց հավատք։ Նորից եմ, ինձ պետք չի տենց հավատք։ Եվ ես հավատում եմ, որ 26 թվականին Աստված մեզ կանչում է լուրջ հավատքի։ Աստված մեզ կանչում է որպես եկեղեցի լրջանալու եւ հասկանալու խոստումների մեծությունը, որ Աստված մեզ տվել է։ Որովհետեւ երբ որ Աստված օրհնում է, որևէ մեկը չի կարող անիծել, երբ որ Աստված բացում է դուռը, որևէ մեկը չի կարող փակել, բայց ինչի չեն բացվում դռները, ինչու հիվանդները մնում են հիվանդ, ինչու աղոթքները չի պատասխանվում, ինչու եղբայրները ու քույրերը անհավատների պես տառապում են ու չեն կարողանում հավատալ, որ իրենց կյանքը ավելի լավ պիտի լինի։ Ուրեմն մենք խաբկանքի մեջ ենք, թե մի բան չգիտենք։ Ուրեմն մենք խաբված ենք կամ մի բան չենք հասկանում։ Եվ ես երկար աղոթքի մեջ եմ եղել, մտածել եմ, չեմ համաձայնվել եւ հավատում եմ, որ Աստված լուծում ունի։ Եվ այսօրվա իմ պատգամը վերնագրել եմ Աստվածային շրջադարձ։ Divine shift, ոնց է լինում, կա արդյոք տենց բան։ Կա արդյոք մի վիճակ, որ հանկարծ Աստված փոխում է եւ բոլորը հասկանում են, որ վաու, Աստված մի բան արեց։ Ամեն մեկդ հուսով եմ ձեր հավատքի ընթացքում գոնե մեկ անգամ ունեցել եք մի վիճակ, որից դուրս եկեք ու ասել եք անհնար է, սա Աստված էր։ Եվ ուրիշները զարմացել են, մենք էլ ենք զարմացել, որ այդպիսի բան եղավ 10 տարվա մեջ մի անգամ, սիրելիներ, դա ամեն օր, ասա ամեն օր։ Ամեն օր պիտի լինի, որովհետև Տերը մեզ չի ասել 10 տարին մեկ ձեզ կայցելեմ, Տերն ասել է ամեն օր ձեր հետ պիտի լինեմ մինչև աշխարհի վերջը։ 38 տարվա անդամալույց ավազանի մոտ նստել էր, որովհետև իր մտքում կար ժամանակ առ ժամանակ հրեշտակը ջուրը խառնում է, որ ճարպիկ է մտնում է նրա մեջ, երբեմն տպավորությունն այնպիսին է, որ եկեղեցին այդ նույն վիճակում է, նստած սպասում է, որ մի քանի մարդիկ ժամանակ առ ժամանակ հնարավոր է բժշկվեն, եթե ճարպիկ լինեն։ Իսկ Հիսուսն ասում է, ես եմ պատասխանը։ Եվ նա մեր մեջ ներկա է։ Ոնց է լինելու աստվածային այդ շիֆթը, աստվածային այդ փոփոխությունը։ Նրանք, ովքեր չեն կարդացել Եստերի գիրքը, խորհուրդ եմ տալի կարդան ընդամենը քանի գլուխ է 9-10։ Այսօր որ գնաս տուն, դանդաղ մտածելով անպայման կարդա, որովհետև ես շատ բաներ չեմ կարդա, բայց պատմությունը այսպիսին է։ Նախ սկսվում է, ասում է Ասուրիոս թագավորը, որ Հնդկաստանից մինչև Եթովպիա 127 գավառների վրա թագավորում էր, իր թագավորության 3-րդ տարուն Շուշան մայրաքաղաքում մեջ մեծ կոչունք արեց։ Մեծ խնջույք արեց, հրավիրեց մարդկանց, մի խոսքով թագուհին իրեն ճիշտ չպահեց եւ նոր թագուհի պիտի ընտրվեր,
ընտրվեց Եսթերը, որը որբ հրյա երեխա էր, որին իր հորեղբայրը մեծացնում էր, որի անունն էր Մուրդքե։ Նայեք, պատմությունը սկսվում է նրանով, որ թագավորին կին էր պետք։ Ու մի որբ աղջիկ բախտի է արժանանում հայտնվել հավանական թեկնածուների մեջ։ Թագավորի պալատում հարյուրավոր աղջիկներ էին գնում, բայց Եսթերին թագավորը հավանում է եւ Եսթերը պոտենցիալ թագուհին է դառնում։ Հետո իրականում թագավորը ասում է, որ նա բոլորից ամենագերազանցն է եւ թագուհու թագը վերջո նրա գլխին են դնում։ Թագավորության մեջ կար մի մարդ, որի անունը Haman էր, որը հպարտությամբ, գոռոզությամբ ու չարությամբ լի մարդ էր, իր եսը այնքան շատ էր, որ ուզում էր թագավորության մեջ բոլորն իրան ենթարկվեն, ամեն ինչ իր ուզածով լինի, թագավորի հետ էլ մոտիկ էր եւ կարողանում է այնպես անել, որ կարճ եմ պատմում պատմությունը։ Այնպես է ստացվում, որ Համանը հասկանալով, որ Մուրդքեն հրյա է, մտածում է, որ ու կինն է ասում, կինը ասում է, եթե հայտնաբերես, որ Մուրդքեն հրյա է, ուրեմն նրա ամբողջ ցեղը տեսակ հակառակվող ցեղ է, բնաջին ջարա։ Եվ իր խորամանկությամբ հրովարտակ թագավորական օրենք է հանում, որ ամեն գավառի մեջ, ամեն գյուղի մեջ, ամենափոքր գյուղից այս 120 քանի Հնդկաստանից մինչև Եթովպիա 127 գավառներում ամեն տեղ մարդիկ երբ որ հրյա տեսնեն, կոպիտ եմ ասում, սատկացնեն։ Եվ այն ժամանակ թագավորի հրամանը, որ թագավորի մատանիով կնքվում էր, բեկման ենթակա չէր, եթե թագավորն ասել էր, ուրեմն դա վերջնական հրաման էր։ Եվ հիմա ամբողջ հրյա ժողովրդի գլխին կախված էր մահվան եւ ոչնչացվելու ու բնաջինջ լինելու վտանգը։ Ամեն հրյա սուքի մեջ էր, ամեն հրյա հասկանում էր, որ վաղն իր համար լավ չի լինելու, ամեն հրյա հասկանում էր, որ ապագա չկա եւ վաղը չգիտեին ինչ սպասեին եւ բոլորը վախի, խուճապի եւ մեծ սուքի մեջ էին։ Հասկանում եք, խնդիրը վատ հարևանի մասին չէր։ Մի հատ հարևան չէր, որ վատ նեղներ փոխեին թաղամասը, պետական օրենք էր, ամբողջ փախչելու տեղ չկար։ Բայց պատմությունը գիտեք ինչի մասին է, աստվածային շրջադարձի մասին է։ Հանկարծ փոփոխություն է գալիս։ Հանկարծ փոփոխություն է գալիս։ Հանկարծ փոփոխություն է գալիս։ Հանկարծ ինչ որ ծրագրված էր լինում է 100% հակառակը։ Ոնց է գալիս այդ փոփոխությունը, ոնց է լինում, որ բժիշկների դիագնոզը հանկարծ փոխվում է ու դառնում է մեծ պատմություն։ Ոնց է լինում, որ հանկարծ մեկին գործից հանում են ու այդ մարդը իր ամբողջ ընտանիքներն ասում են վերջ դու ինչ ես անելու, բայց հաջորդ օր այդ մարդը հայտնվում է միտեղ, որ բոլորն ասում են wow, lucky you, ինչ բախտդ բերել է, ինչ լավ է, քեզ 26-ը քեզ համար խերով տարի էր։ Ոնց է լինելու, որ այդ shift-ը մեր կյանքի մեջ գա։ Եվ ովքեր են ուզում, ես ուզում եմ։ Ես առանց shift-ի չեմ ուզում։ Եթե Աստված չի փոխելու ջերմաստիճանը, մթնոլորտը իմ կյանքի, իմ երեխեքի, իմ ամուսնության, իմ ծառայության, իմ կյանքի, ես այդ Աստծուն չեմ ուզում։ Ոչ էլ այդ հավատքն եմ ուզում։ Որովհետև մեր Աստված մեռած Աստված չի։ Որովհետև տարբերությունը իմ ու այս աշխարհի աստվածների նա է, որ մեր Աստվածը ականջներ ունի եւ լսում է, աչքեր ունի, տեսնում է, ոտքեր ունի, քայլում է, կարողություն ունի ամեն թագավորության, իշխանության, տերության ու պետության վրա վեր հանելու իր ժողովրդի եւ փոխելու, ասա ամեն։ Ասա կողքինիդ այդ հավատք ինձ պետք չի։ Եթե Կիրակի օրը գալու եմ նստեմ ու գնամ ու բան չի փոխվելու, այդ հավատք ինձ պետք չի։ Այս երեխեքին այդ հավատքը պետք չի։ Բայց որն է գաղտնիքը, ոնց է մեր հավատքը, ոնց է Աստծո ձեռքը մեր կյանքի մեջ երևալու։ Եվ Եսթերի պատմության մեջ կարդում ենք հետևյալ խոսքերը։ Մուրդքեն Եսթերին լուր է ուղարկում։ Հիշում եք, Եսթերը բախտի բերմամբ հայտնվել է
թագավորի եւ այստեղ ուզում եմ հասկանալ խորհուրդը, թագավորը Աստծո խորհուրդն ունի, okay? Ուզում եմ դա հասկանալ։ Պատմությունը ինքը իրական պատմություն է, որ եղել է, բայց մեզ համար հոգևոր դաս ունի։ Եստերը access ունի թագավորին։ Մուրդքեն բնաջնջվողների մեջ ամբողջ ցեղը բնաջինջա լինելու Եստերին հնարավոր է վնաս չլիներ։ Եվ Մուրդքեն ասում է. Ինչ գիտես։ Դու այսօր թագավորական պալատում ես, բայց գուցե այսպիսի մի ժամանակի համար է Աստված քեզ դրել այդտեղ։ Եվ այսօր ուզում եմ քեզ ասեմ, ինչ գիտես։ Գուցե 26 թվականի համար ես դու ապաշխարել։ 26 թվականի համար ես եկել ես եկեղեցի։ Գուցե այսպիսի ժամանակի համար է Աստված քեզ բերել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որ ինչ անես, ջրերին միանաս, թե ջրերը փոխես։ Գնաս հոսքի հետ, թե գնաս Աստծո խոսքի հետ։ Մեկին բզի ասա չես կարող համ հոսքի հետ գնաս, համ խոսքի հետ գնաս։ Դու կամ հոսքի հետ ես գնալու, կամ խոսքի հետ ես գնալու։ Մուրդքեն Եստերին ասում է նայի, եթե դու քո գործը չանես, Աստված ուրիշ ձևով կանի, բայց դու դուրս կմնաս Աստծո ծրագրից։ Ամենամեծ անեծքը ինձ համար կլինի նա կյանքում, որ ես Աստծո ծրագրից դուրս մնամ։ Որովհետև Աստված ծրագրեր ունի ու դու ծրագրեր ունես ու չարը ծրագրեր ունի։ Քո կյանքի, քո երեխեքի եւ քո ապագայի համար։ Ես ավելի լավ է Տիրոջն ասեմ, թող քո կամքը լինի։ Ես քեզ եմ ուզում, Տեր։ Իմ ծրագրերն չեմ ուզում, ես քեզ եմ ուզում, Տեր։ Եվ երբ որ Եստերը լսում այս խոսքերը, իր համար վախենալու էր, գիտեք ինչի, որովհետև թագուհին, ով էլ լիներ թագավորի պալատում իրավունք չուներ մտնել թագավորի սենյակ, եթե չէր կանչե թագավորն իրեն։ Եվ Եստերը վախով նամակը հետ ուղարկում 4:15-ի մեջ ասում է, եւ Եստերը պատասխան ուղարկեց Մուրդքեին ասելով. գնա եւ հավաքիր, ասա հավաքիր։ Գիտեք ինչքան կարևոր է այսօրը, որ մենք հավաքվել ենք միասին։ Օ ես տանը կմնամ այսօր կաղոթեմ։ Նո Եստերն ասավ, լսեք, եթե փոփոխություն եք ուզում, պետք է հավաքվեք։ Նյատեք ողքինիդ բզի ասա, հավաքվելը կարևոր է։ Գնա հավաքի, որովհետև ամեն մեկը ընտանեկան ծրագիր ուներ, ամեն մեկը ինքնուրույն մտածում էր ուր ենք փախչելու, ոնց ենք ապրելու, ոնց ենք այս վիճակից դուրս գալու։ Եստերն ասում է գնա ասա հավաքվեք։ Միասին հավաքվեք Շուշանում գտնվող բոլոր հրյաներ եւ ինչ արեք, ծոմ պահեք։ Ծոմ պահեք ինձ համար, 3 օր ու 3 գիշեր, ոչ կերեք, ոչ խմեք, ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու եւ հետո գնալու եմ թագավորի մոտ, թեև օրենքը չի թույլ տալիս։ Եթե մեռնեմ, թող մեռնեմ, բայց գնալու եմ թագավորի առաջ, բայց մինչեւ որ ես կգնամ, դուք բոլորդ հավաքվեք ու ինչ արեք, ծոմ պահեք, հրաժարվեք հացից, հրաժարվեք ջրից, աղոթք արեք Աստծուն ու ես կգնամ։ Այդ ընթացքում Համանը, որ չարությամբ լիքն էր, երբ որ իր կնոջն ասում այս Մուրդքեն, չեմ սիրում այդ մարդուն, սաղ լավ են, այս մեկը աչքիս ալաբուլա է, կինը ասում է, դե որ այդ մեկն է, քեզ լավ խորհուրդ տամ։ 50 կանգուն, որը 75 ֆիտ, մոտավորապես 22-25 մետր բարձրությամբ մի փայտ սարքիր, ու հենց այդ փայտի վրա վաղը որ հրյաներին սպանելու լինեն, Մուրդքեին հենց այդ փայտից կկախես, գիշերը սարքվում այդ փայտը, որ առավոտը Մուրդքեին այդ փայտից կախեն։ Գիտես, որ սատանան քեզ համար ծրագիր ունի, որ երիտասարդ մահանաս, որ ժառանգական անեծքը քեզ էլ կպնի, որ չհարստանաս, որ բարգավաճում չունենաս, սատանան երկար լիստ ունի քեզ համար։ Չարը կամք ունի քեզ համար, երազանք ունի քեզ համար։ Գիշերով սարքում է։ Հիշում եք, Տերը այդ առակը պատմեց, մինչ քնած էինք, թշնամի մարդը ինչ էր արել, 4 սերմեր էր ցանը։ Թշնամին մռնչացող առյուծի պես ման է գալիս, եւ մինչ մենք հոսքի մեջ ենք, ինքը ծրագրեր է գծում։ Եստեր 8:15-16-ի մեջ թռնելով եմ ասում, Մուրդքեն դուրս եկավ թագավորի, այս ինչ եղավ այստեղ։ Իրականում պատմությունը
shift-ա լինում։ Գրված է եւ 8:15-ի մեջ Եստերը մտնում է թագավորի մոտ ծոմից եւ աղոթքից հետո թագավորն ասում է ինչ ա եղել, ինչ ես ուզում, ինչ ուզես կտամ, թագավորության սկեսը Եստերը ասում է ուզում եմ մի հատ խնջույք անեմ, դու Համանի հետ գաս։ Երկրորդ անգամ Համանին կանչում է, երբ որ գինովցած են, թագավորն ասում է դե ասա ինչ է լինում եւ Եստերն ասում է նայի, մի ազգ կա, մի ժողովուրդ, որը կործանման մեջ է, բայց այդ մարդիկ վատ բան չեն արել։ Գումարած դրան գիշերը թագավորի քունը փախչում է եւ թագավորը հիշատակների գիրքը բացում է եւ գրքում հայտնաբերում է, որ այս Մուրդքի անունով մի մարդ կա, որ կանխել է թագավորի դեմ մահափորձը ու հարցնում է ինչ եմ արել այդ մարդուն, որ ինձ այդպես մեծ բարիք արել եւ իրան հայտնում են, որ ոչ մի բան չես արել։ Սիրելիս, եթե քեզ դեռ ոչ մի բան չեն արել քո արածների համար, համբերի, Տերը չի մոռացել։ Անգամ թագավորները այդ սովորությունն ունեն, ժամանակ առ ժամանակ բացում են գիրքը տեսնելու ով իրանց ինչ ա արել, ու արածի դիմաց ինչ են արել։ Okay, ունեցի տենց գիրք։ Ժամանակ առ ժամանակ բացի։ Տես ով քեզ ինչ ա արել, դու ինչ ես արել, դա օգտակար բան է։ Եվ հետո ասում է, եթե այդպես է, ուրեմն պետք է Մուրդքեին պատիվ տանք։ Մուրդքեին կանչում է թագավորական պալատ 8-րդ գլուխ 15-16-ում ասում է եւ Մուրդքեն դուրս եկավ թագավորի առաջից թագավորական կապուտակ եւ սպիտակ հագուստով եւ մեծ ոսկի թագով եւ Բեհեզիա եւ Ծիրանի պատմուճանով եւ Շուշան քաղաքը ցնծած ուրախացավ հрьяաները լույս եւ ուրախությունը ցնծություն ու պատիվ ունեցան։ Ընդամենը 2-3 գլուխ ասում է, որ հрьяաները սուքի մեջ են, հрьяաները վախեցած են, Մուրդքեն քորձ ու մոխիր հագած է, բայց ինչ ա լինում թագավորի ներկայությունից հանկարծ նույն Մուրդքեն, որ աղիողորմ խնդրում էր Եստերին, որ մի բան արա, հանկարծ փառավորված դուրս ա գալիս եւ այդ փառքը, ուրախությունը տարածում ամբողջ ժողովրդի վրա։ Էլի կարդանք 8:17-ի մեջ ասում է եւ այդ երկրի բոլոր նահանգներում, քաղաքներում, որտեղ որ թագավորի հրամանը հասավ, հрьяաների համար ուրախություն ու ցնծություն եղավ։ Մի րոպե, թագավորի հրամանը միթե նա չէր, որ ամեն ով որ հрья ծնվել ոչնչանա։ Ինչպես եղավ, որ հաշված օրերի ընթացքում, որտեղ որ թագավորի հրամանը հասնում է, հрьяաները ուրախանում են եւ ցնծություն են անում եւ շատերը ազգերից դարձան հрья, որովհետեւ նրանց վախը ընկել էր մնացած ազգերի վրա։ Մի ուրիշ համար 9:1-ը ասում է այն օրը, երբ թշնամիները հույս ունեին տիրելու հрьяաներին, ամեն ինչ փոխվեց, ասա ամեն ինչ փոխվեց։ Երբ փոխվեց, երբ որ թշնամին հույս ուներ, ամեն ինչ ծրագրած էր, ամեն ինչ լավ էր, որ ամեն ինչ պիտի լինի, որ հрьяաները բնաջնջվեն, Աստծո ժողովուրդը պարտվի, ոչնչանա, ամեն ինչ փոխվեց։ Նորից ասա ամեն ինչ փոխվեց։ Հрьяաները տիրեցին իրենց ատողների վրա, հալելույա։ Այդ օրն եմ ուզում տեսնեմ։ 26 թվականին ուզում եմ տեսնեմ, որ ձեզնից ամեն մեկը տիրում է ձեզ ատողների հոգևոր աշխարհում վրա։ Այն բաները լինի հիվանդություն, լինի անեծք, լինի մեղք, լինի որևէ դժվարություն, որ տիրում է ձեզ, դուք կարողանաք իշխեք նրա վրա։ Եվ այն ցիցը, որ սարքել էին 50 կանգուն երկարության, բարձր ծառը, որ սարքել էր Համանը, որ Մուրդքեին կախի, իրեն կախեցին այդ ծառի վրա։ Հալելույա։ Որովհետև Աստված կարողանում է չարիք անողին իր չարությամբ հատուցել։ Ոչ միայն դա, 9-10 համարների մեջ ասում է Համանի ագագացու որդու 10 որդիներին էլ սպանեցին։ Եվ Թալանին ձեռ չտվեցին։ Ոչ միայն Hamanին, որ չարիքի գլուխն էր, այլ իր 10 որդիներին նշանակում է հավանական ապագան, որ հետո նա կարող էր նորից վեր կենալ, Աստված բնաջինջ արած, քոքը կտրեց։ Եվ սիրելիս Աստված ուզում է քեզ նեղացնող, լինի հիվանդություն, լինի անեծք, լինի մեղք, ոչ միայն ժամանակավոր ազատություն տա, այլ բնաջինջ անի։ Որ մանգաս ու չգտնես, ոնց որ եղավ հрьяաներին, երբ որ Կարմիր ծովով անցան, Տերը խոստացավ, ասավ, սրանց երեսը էլ չես տեսնելու։ Հալելույա։
Այնինչ նախատեսված էր կործանման համար, Աստված դարձրեց հաղթանակ։ Թշնամին որոշել էր օրը, որոշել էր ժամը, որոշել էր ձևը։ Գուցե դու ես այսօր այդպիսի վիճակում, որ մտածում ես, այս վճիրն են ինձ ասել։ Օրը, ժամը ու ձևը ոնց է լինելու, պատրաստ էր ամբողջ սցենարիոն։ Բայց Աստված որոշում է իմ ու քո կյանքի վերջնական ելքը։ Նայր ինչ որ մեկին ասա, Աստված է որոշում իմ կյանքը։ Մարդը եւ չարը չեն կարող որոշել։ Ամեն։ Եվ տեսեք ինչ է լինում, ոչ միայն այդ գաղափարի հեղինակին են ոչնչացնում։ Եսթեր 9:1-ի մեջ ասում է եւ 12-րդ ամսվա, այսինքն Ադար ամսվա 13-րդ օրը, երբ որ թագավորի խոսքը հասավ եւ հրամանը նահանգների մեջ որ կատարվեր, այն օրը հрьяաների թշնամիները հույս ունեին նրանց վրա տիրելու, բայց ներհակը, հակառակը պատահեց, որ հрьяաները իրենք տիրեցին իրենց ատողների վրա։ Հալելույա։ Դու կանչված ես քեզ ատողների վրա տիրելու, լինի մեղք, լինի հիվանդություն, լինի աղքատություն, լինի անեծք, լինի չարիք, դու կանչված ես տիրելու նրանց վրա, ովքեր ուզում են տիրել քո վրա։ Ամեն ինչ փոխվեց, այնինչ թշնամին ծրագրել է քո դեմ, Տերը կարող է շրջել, upside down անել։ Ամեն։ Վախը, նայեք ինչ էր, ամբողջ հрьяաները վախի մեջ էին։ Բայց տեսնում ենք այստեղ, որ վախը իր ուղղությունը փոխեց։ Վախը շատ ռեալ բան է մեր բոլորի կյանքում։ Ինչից ես վախենում, սիրելիս։ Երեխեքիս համար վախենում եմ, ամուսնությանս համար վախենում եմ, չգիտեմ, ֆինանսական վիճակի համար, այս երկրի վախեր։ Եսթեր 9:3-ի մեջ ասում է, եւ երկրի բոլոր իշխանները օգնում էին հрьяաներին, որովհետեւ մուրթքեի վախը ընկել էր նրանց վրա։ Բոլոր ազգերին հրաման էին տվել, որ որդ հрья տեսնեք սպանեք։ Հիմա եւ հрьяաները վախի մեջ էին։ Հիմա ինչ որ մի բան է եղել, դրանից հետո բոլոր ազգերը վախենում են, որ եթե հрьяաներին չօգնենք, մեզ լավ չի լինելու։ Վախը էլի կար, բայց ոչ Աստծո ժողովրդի վրա։ Աստծո ժողովրդի վրա եղած վախը փոխանցվում է Աստծո թշնամիների վրա։ Ասա իմ թշնամիները պիտի վախենան։ Երբ որ Աստված ելնում է քո թշնամիները, որ քեզ վախացրել էին, իրենք սկսում են վախենալ քեզանից։ Այո, դու վախենալու ես սատանայի համար։ Երկու հոգի ասեցին ամեն։ Երբ Աստված բարձրացնում է իր ժողովրդին, վախը չի մնում քո սրտում։ Պետրոսի կյանքում ինչ ենք տեսնում։ Վախեցավ, ուրացավ, երդվեց, ասեց չեմ ճանաչում ես Հիսուսին։ Բայց մի քանի օր էր անցել, մի բան եղավ իր կյանքի մեջ։ Հանկարծ կանգնում է հազարավոր մարդկանց առաջ, ամբողջ ավետարանը քարոզում է եւ 3000 հոգի ապաշխարում են։ Եվ Աստծո վախը ընկնում է լսողների վրա։ Տեսնում եք փոփոխությունը։ Ինչ էր եղել։ Ինչպես ենք մենք կարողանում այդ shift-ը ունենալ։ Ինչ էր եղել այս պատմության մեջ։ Այս տարվա վերջին իմ համարներից մեկը, որ Տերը ինձ խոսեց ու վստահ եմ ինձ համար դա առիթ եղավ անգամ այս ամբողջ պատգամը ձևավորվելու, Եսայա 10:24-27 խոսքերն են։ Եկեք կարդանք միասին, ասում է. դրա համար այսպես է ասում Տերը, զորությունների Տերը, ով իմ ժողովուրդ, որ բնակվում է Սիոնում։ Սիոնը Աստծո փառաբանությունների, գովաբանությունների քաղաքն էր։ Աստծո ժողովուրդը պիտի ապրի Աստծո գովաբանության, Աստծո պաշտամունքի մեջ եւ Տերն ասում է դու որ Սիոնում ես բնակվում, մի վախեցի։ Մի վախեցի Ասորեստանից։ Ասորեստանը իրական թշնամի էր Աստծո ժողովրդի համար, բայց Տերն ասում է այո դա կա, բայց դու մի վախեցի։ Չվախենալ չի նշանակում թշնամիներին չտեսնել, չունենալ, չիմանալ, նո դրանք կան, բայց դու մի վախեցի։ Երբ նա քեզ հարվածում է, փաստորեն Տերը տեսնում է, որ նա ինձ հարվածում է։ Եվ այսօր եւ 25-ը, 24-ը շատերի համար հարվածվելու տարի է, շատերդ հարվածվել եք ձեր ընտանիքներում, հարվածվել եք տարբեր գավազաններով, ու Տերն ասում է, եւ նա քեզ հարվածում է գավազանով, իր մահակը բարձրացնում է քո վրա, եգիպտացիների նման, մի վախեցի։ Եվ 25 խոսքն ասում է, մի փոքր ժամանակ եւս, ասա մի փոքր ժամանակ, մի փոքր մնացե սիրելիներ, որից հետո ցասումը վերջ կգտնի, իմ բարկությունը պիտի ուղղվի նրա ոչնչացմանը, հալելույա։
Տերն ասում է, ես եմ բարկանալու նրա վրա։ Ես եմ նրա վրա իմ ձեռքը բարձրացնելու, ինչպես նա նորից լինի հիվանդություն, լինի անեծք, լինի մեղք, որ քո վրա բարձրացել Տերը ասում է, ես տեսել եմ դա։ Արդարև զորությունների Տերը խարազան պիտի բարձրացնի նրա վրա, ինչպես հարվածեց Մադիամին Օրեբ ժայռի մոտ, եւ գավազանը կբարձրացնի ծովի վրա, ինչպես արեց Եգիպտոսում։ Այս երկու պատմությունները, մեկը Գեդեոնի պատմությունն է, որ Գեդեոնի ազգը, ընտանիքը, ցեղը ընկճված, վախեցած, մի կտոր ցորեն էր ուզում գողանա մի տեղից, որ յոլա գնան, Տերը հայտնվում, ասում ով զորավոր։ Ոչ միայն դու քո ազգը ազատ պիտի լինի, վեր կաց գնա ջարդի, եւ Գեդեոնն ասում է, բայց ես փոքր եմ, իմ ազգը փոքր է, ես իմ ազգից ամենափոքրն եմ, սրանք շատ են, սրանք մեծ են, բայց Տերն ասում է, հեյ, ես եմ քեզ զորացրել, վեր կաց ու գնա չվախենաս։ Երկրորդը, երբ որ Իսրայելի համար Տերը ծովը ճեղքեց, եւ այս համարի մեջ Տերն ասում է, հիշի այդ երկու դեպքը։ Դրանք Գեդեոնի պատմությունը չեն, դա քո պատմությունն է։ Դա քո պատմությունն է, որովհետև այն հոգին, որ Գեդեոնի մեջ էր, քո մեջ է, ասա ամեն։ Եվ Տերն ասում է, հիշի այս երկու դեպքը, որ արել եմ, էլի եմ անելու։ Այն օրը նրա բեռը կվերցվի քո ուսերից, հալելույա, կա այդպիսի օր, որ չարի բեռը քո ուսերի վրա Տերը կոտրելու է։ Նրա լուծը քո պարանոցից կկոտրվի օծության կամ յուղի պատճառով։ Երբ որ Աստծո յուղը, Աստծո օծությունը գալիս է մեր կյանքերի վրա, հանկարծ թշնամիների լուծը մեր ուսերից, մեր վզից սկսում է կոտրվել։ Դրա համար մենք Աստծո օծության կարիքը ունենք։ Ինչ էր եղել Եստերի այդ շիֆթը, Եստերի այդ աստվածային փոփոխությունը ինչպես էր եղել, ինչպես ենք մենք հասնում այդ հաղթությանը։ Ինչ արեց Եստերն, ասեց կգնամ, բայց 3 օր պետքա ծոմ ու աղոթ կանենք։ Սիրելիներ, մենք աղոթում ենք, բայց չենք աղոթում։ Մենք աղոթում ենք, որովհետև դե 2 րոպե ունենք, եկեք մի բան ասենք բառերով, no։ Երբ որ Եստերի պատմությունը կարդում ես, հասկանում ես, որ ժողովուրդը եկավ մի գիտակցության, որ ամեն ինչից կարևոր հիմա Աստծո երեսի առաջ գալն է։ Գիտեք ծոմը ինչ հրաշք բան է։ Ծոմը ոչ թե դիետա է, որ նիհարես։ Ծոմը շատ պարզ, բայց գերբնական բան է, որովհետև ծոմապահությունը իրականում շատ պարզ պայման ունի, հրաժարվի հացից, հրաժարվի ջրից։ Եվ առաջի բանը, որ մտածում ես, կմեռնեմ, չես մեռնի։ Կամ սենց թե նենց մեռնելու ես։ Եստերի տարբերակում, եթե չմեռնեին, պիտի սպանվեին։ Առաջի մեղքը մարդը, որ գործեց, որտեղ էր։ Եդեմական պարտեզում։ Մենք հաճախ ասում ենք, Ադամը անհնազանդ գտնվեց Աստծուն։ No, Ադամը չկարեցավ իր կոկորդը փակել։ Ադամը չկարողացավ իր ստամոքսին ասել դու չես կարևոր, Աստծո խոսքն է կարևոր։ Մարդը մեղք գործեց ուտելու պատճառով։ Եվ այն մարդը, ով կարողանում է չուտել, դրանով ցույց տալ, որ իմ խնդիրներն ու Աստծուն հանդիպելն ավելի կարևոր են, քան ուտելը, այդ մարդը ուժեղ մարդ է։ Եվ ամբողջ Իսրայելի մեջ տեսնում ենք, որ Աստված իր ժողովրդի ամեն անգամ, երբ որ նրանք ծոմ էին պահում, մի հրաշք լինում էր։ Եվ ժամանակը չի ների պատմեմ այդ պատմությունները։ Նշանակում էր հրաժարվել հացից, հրաժարվել ջրից, եւ այդ ժամանակը տալ ոչ թե, չգիտեմ, գնալ մի բան խաղալ, զբաղվել մի բանով, որ ժամանակն անցնի հետո ուտել, no։ Ամեն ինչ դառնում էր երկրորդական, Աստծո առաջ նստելը, Աստծո խոսքը հիշելը ու կարդալը դառնում էր առաջնային եւ հանկարծ մի գերբնական բան էր լինում։ Ինչ էր լինում։ Եփեսացիս առաջի գլուխ կարդալու եմ 17, 18, 19 եւ 20 համարները։ Պողոս առաքյալը աղոթում է Եփեսացիս եկեղեցու համար եւ ասում է. աղոթում եմ ձեր համար, որ ինչ էր աղոթում Պողոսը Եփեսացիների համար, ասում էր աղոթում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը փառքի հայրը իրեն ճանաչելու համար, ասա իրեն ճանաչելու համար, տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգի։ Սա մի բան է, որ մենք չունենք, բայց Պողոսն ասում է աղոթում եմ, որ հանկարծ դուք այդ հայտնության եւ իմաստության հոգին ստանաք,
Հայտնություն նշանակում է մի բան, որ չէիր հասկանում, բայց քեզ բացվեց, հանկարծ սկսեցիր տեսնել դա ինչպես է լինում։ Հայտնություն, որ կա, բայց տվյալ պահին քեզ համար գալիս է որպես թարմ տեղին ինֆորմացիա, նորություն, որ քո կյանքի մեջ բերելու է քայլեր անելու ուղղվածություն, հայտնության եւ իմաստության հոգին։ Հետո, որ ձեր սրտի աչքերը, փաստորեն մեր սիրտը աչքեր ունի։ Մենք տեսնում ենք մեր աչքերով, բայց Աստված մեզ սիրտ է տվել, որի վրա աչքեր կան։ Բայց Պողոսն ասում է, ձեր աչքերը չեն տեսնում։ Դրա համար դուք գնում եք մենակ հոսքի հետ, ոչ թե խոսքի հետ։ Եվ ասում է, ես աղոթում եմ, որ ձեր հոգու աչքերը բացվեն եւ սկսեք տեսնել, որովհետեւ քանի դեռ հոգու աչքերը բացված չեն, դու տեսնում ես այն, ինչ աշխարհիկ մարդիկ են տեսնում, ու դու դրանցից ոչինչով չես տարբերվում։ Դրա համար քո հավատքը զրո ու անպիտան է, ու ես չեմ ուզում այդ ձև հավատք։ Որովհետև մեր ու աշխարհի Աստծո եկեղեցու նրա հարսի տարբերությունը նա է, որ մի ուրիշ աչքեր ունի, սրտի աչքեր է կոչվում։ Եվ Պողոսն ասում է, աղոթում եմ, որ այդ աչքերը բացվեն։ Ինչ ենք տեսնելու, որ այդ աչքերը բացվեն։ Ինչ ես տեսնելու, որ այդ աչքերը բացվեն։ Տեսնելու ես այն ինչ, որ այս աչքերը չեն տեսնում։ Նայի կողքինիդ ասա, այս աչքերն ամեն ինչ չեն տեսնում։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է աչքիդ երևացածով մի դատի։ Մի դատի, ոչ մեկին մի դատի, ինչ որ տեսնում ես։ Որովհետև սրանք շատ խափող են, շատ թույլ են։ Ինչ եք տեսնելու, երբ որ այդ աչքերը բացվեն։ Որպեսզի ձեր աչքերը լուսավորվի եւ ճանաչեք, ճանաչել նշանակում է խորը իմանալ, հասկանալ, ճանաչեք ինչ է նրա կոչման հույսը եւ ինչ է սուրբերի մեջ նրա փառավոր ժառանգությունը, որ ձեր աչքերը բացվեն ու հասկանաք Քրիստոսից մեզ եկած ժառանգության ճոխությունը ինչ մեծ է։ Վաու։ Ուրեմն մենք ժառանգություն ունենք։ Փաստա, չէ, Կալիֆոռնիայում, եթե մեկը բախտավոր է, իր տատու պապը ժառանգություն են թողել, it's a potential millionaire։ Մեկի տատը մի հատ տուն է թողում, միլիոներ է։ Եվ միշտ այդ բանը կա, որ ինչ ժառանգություն են թողնելու քեզ։ Ժառանգություն ունի, թե չունի։ Շատ տեղին է, չէ՞, մեղադրում մարդը մեռնում առաջի բաներից մեկը հարցնում են ժառանգություն կա, թե չէ՞, մի բան կա, հետ գցած։ Հիմի Տերը ասում է, լսեք, ժողովուրդ, դուք ժառանգություն ունեք, խաբար չեք։ Դուք ժառանգություն ունեք, բայց որովհետև ձեր սրտի աչքերը չեն տեսնում, դուք ապրում եք մարդկանց նման, որոնք ժառանգություն չունեն։ Ու դրա համար մտածում եք, ոնց անենք, որ սես լինի, բա ոնց անենք, որ լավ լինի, բա ոնց անենք։ Պողոսն ասում է, ես մի բան եմ աղոթում, որ ձեր աչքերը սկսեն տեսնել, թե ինչ փառավոր, ասա փառավոր, թե ինչ զորավոր, թե ինչ ճոխ է սուրբերի մեջ նրա ժառանգության առատությունը։ Նրա ժառանգությունը առատ է, նրա ժառանգության մեջ ամեն ինչ կա։ Եվ որքան գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով զորացնում է մեզ։ Մենք դա նորից չենք տեսնում, ասա Աստծո զորությունը, որ ինձ զորացնում է։ Մեկ այլ տեղ Պողոսն ասում է զորացեք Տիրոջմով ու նրա զորության կարողությունով, ինչ է դա։ Դա գերբնական է, սիրելիներ։ Դա վերին մի բան է, որ երկրի վրա հոսքի մեջ չկա, բայց նրանք, ովքեր իրենց աչքերը հառում են Տիրոջը, բայց նրանք, ովքեր աղոթում են ու ծոմ են պահում, որ Տեր, տուր ինձ հայտնության ու իմաստության հոգին, բացիր իմ հոգու աչքերը, որ տեսնեմ քո ժառանգության փառքի ճոխությունը, հանկարծ սկսում ես տեսնել, ինչ էր նշանակում, որ Հիսուսը խաչի վրա ասեց, կատարվեցավ։ Եվ Պողոսն ասում է, 20-րդ խոսքը ասում է, այդ նույն զորությունը, որ Քրիստոսի վրա գործադրեց նրան մեռելներից հարություն տալու եւ նստեցրեց նրան իր աջ կողմում, այդ նույն զորությունը ձեր մեջ է։ Եվ այդ զորությունը ամեն իշխանությունից, ասա ամեն իշխանություն,
Եվ սա չի խոսում երկրային թագավորություններ, քաղաքապետարան, մարզպետարան included, բայց ավելի շատ հոգևոր աշխարհի մեջ hamanներ կան, դևեր կան, divine realm-եր կան, որ պահում են մեզ գերության մեջ։ Դա է պատճառը, որ ուզում ես էլ սուտ չխոսաս, ավելի մեծ սուտ ես խոսում։ Ուզում ես generous լինես, ավելի քծիբ ես դառնում։ Ուզում ես լավ բան խոսաս, էլի բամբասում ես, որովհետև հոսքի մեջ ես եւ քո վրա եղած ազդեցությունը իրականում Աստծո հոգու առատությունը չէ։ Հա դու եկեղեցի գալիս ես, դու հավատում ես Աստծուն։ Եվ անցած կիրակի ասեցի, Սուրբ Գիրքն ասում է, դևերն էլ են հավատում, որ Աստված կա։ Ոչ միայն այդքանը վախենում են, ի տարբերություն շատ հավատացյալների, որ չեն վախենում, բամբասելուց չեն վախենում, մեղ գործելուց չեն վախենում։ Դևերը, չար ոգիները հավատում են, որ Աստված կա, վախենում են։ Այսինքն միայն այս пассив հավատքը, որ կա, քիչ ասիրներ, մեզ պետք է ինչ։ Մի ամբողջ ժողովուրդ կործանման եզրին չգիտեն ինչ է իրանց պետք ու Եստերն ասում է ես գաղտնիքը գիտեմ։ Ինչ արեք, հավաքվեք, ծոմ ու աղոթք արեք։ Պատկերացնում եք 3 օրը հերիք էր, որ ամբողջ հրեաների ճակատագիրը փոխվեր։ 3 օր համատեղ աղոթք ու ծոմը հերիք էր, որ իշխանությունները, տերություններն ու թագավորությունները հանկարծ փոխվեն։ Չգիտեմ հիմա մարդ կա, որ հավատում է 3 օրվա փոփոխությանը։ Դա է որոշելու ինչքան հավատացյալ ես դու, որովհետև հավատքն ասում է այո Աստծո խոսքին։ Որովհետև քո մարդկային աչքերը պիտի ուրիշ բան տեսնեն, բայց եթե քո հոգու աչքերը բացվեն, ամբողջ աշխարհը պիտի ասի վայ մեզ, դու Դավիթի պես պիտի ասես, no, մի րոպե։ Գիտեք, այդ պատմությունը հրաշալի պատմություն է, Դավիթ ու Գողիաթ։ Չէ, 40 օր էր, եթե չեմ սխալվում։ Հսկա դուրս է գալի հայհոյումը Աստծո ժողովրդին։ Ասում է դուք ոչ մի բան չեք կարող անեք, դուք ով եք, դուք ինչի վրա եք հույս դրել։ Ձեր մեջ սկի մի հատ ուժեղ մարդ չկա։ Որտեվ իրենց աչքերով նայում են ու տեսնում են, վաու, մենք այսքան ենք, սա այսքան է։ Օ, իմ աշխատավարձը այսքան է, իսկ տուն առնելը այսքան է։ Օ, իմ ճնշումը այսքան է։ Կամ իմ կենսերն արդեն այսքան է, իմ բժիշկն էլ ասել է, որ այսքան է։ Okay, ինչով ես տարբերվում մնացածից։ Եվ հանկարծ գալիս է Դավիթը։ Նույն ինչի են քնես ժողովուրդը։ Ծոք Աստծո ժողովուրդ են քնել են, հետո ասում են չեն քնել, վախեցած են։ Ինչից են վախեցած, ասում են, ոչ ես տեսե դրա չափսերը, չես իմաչա ինչ վիրուս է հայտնվել, չգիտես, որ Կալիֆորնիայում ապրելը դժվար է, դու ես աշխարհից չես, չգիտես, որ չար օրեր են, դե սաղ տեսնում են, նենց ոնց որ բոլորն են տեսնում, Դավիթ պատանին, նայմա այդ հսկային, նայմա իրան, գրեք ինչ ասում, ասմա դա թլպատված չի, կներեք, և մնացածն ասում, բայց դա ինչ կապ ունի, Դավիթն ասում, նո, դուք չեք ջոգ, կապը հենց այդտեղ է, կապը զենքի մեջ չի, կապը չափի մեջ չի, կապը experience-ի մեջ չի, դուք ասում եք սա մանկությունից կռվող այս դու մանուկ ես, ոչինչ ես մանուկ եմ, բայց ես թլպատված եմ։ Իսկ այս շունը անթլպատ, այսօր, ասա այսօր, փռվելու է գետնին, որովհետև նա իմ դեմ գալիս է իր զենքով, փորձառությամբ, մեծությամբ, հասակով, ես նրա դեմ գալիս եմ զորքերի Տիրոջ անունով։ Այն Տիրոջ, որ Աբրահամի հետ ուխտ արեց եւ ասեց ամեն տղամարդ,
թող թլփատվի որպես նշան, այն ժամանակ քո թշնամիների թշնամին կլինեմ, քեզ օրհնողներին կօրհնեմ, քեզ անիծողներին կանածեմ, կգնամ քո առջևից, երկաթի դռները կբացեմ, պղնձենի կերը կկոտրեմ, այնինչ հնարավոր չի լինի մարդու համար, հնարավոր կլինի քեզ համար, կբարձրացնեմ, ազգերի մեջ օրինակ կանեմ, քո սերունդը կօրհնեմ, եթե կարող ես հաշվի աստղերը ու իմացի, աստղերից ավելի սերունդ եմ տալու քեզ, թեև այսօր մեկին չունես, բայց քեզ ժողովուրդների հայր եմ կոչելու, որովհետև ես ուխտ պահող Աստված եմ։ Հասկանում եք, Դավիթը իր բազուկին չէր ապավինել, Դավիթը հասկացել էր, who cares, ինչա աշխարհը տեսնում։ Ես ուխտ ունեմ Աստծո հետ։ Աստված ինձ խոստացել է։ Դրա համար երկինքը կանցնի, երկիրը կգնա, բայց Աստծո խոսքը կկատարվի։ Սա է պատճառը, որ դու վաղուց չես կարդում այս խոսքը, սա է պատճառը, որ ասում եմ, եթե օրը 20 րոպե ժամանակ տաս, կարդալու եւ ասելու, իմ աչքերն ուրիշ բան են տեսնում, բայց երբ որ կարդում եմ հանկարծ ուրիշ բան եմ սկսում տեսնել, որ քո սերունդը օրհնված է, որ այս երկրի մեջ ես քեզ հաստատելու եմ ու տալու եմ բարգավաճում, ու դռներ եմ բացելու, ու դատելու եմ նրանց, ովքեր քո դեմ են դուրս գալու, ջարդելու եմ աղեղը, ջարդելու եմ նետը, մեղքի զորությունը, մեղքի կապանքները եւ բարձրացնելու եմ ժողովուրդ, որը գիտի Քրիստոսի փառքի ժառանգության մեծությունը իր մեջ։ Հալելույա, որ ճանաչեք, որ ունենաք հայտնության եւ իմաստության հոգի, որ ձեր սրտի աչքերը բացվի եւ հասկանաք ինչա նշանակում Քրիստոսը խաչի վրա վեր առավ մեր ցավերը, նա որ հարուստ էր աղքատացավ, որ նրա աղքատանալով դու հարուստ լինես, ոչ թե ֆրադով, ոչ թե խափելով, ոչ թե գիշեր ու ցերեկ չքնելով, այլ նրա անվան զորությունով, դրա համար ասում է աղքատը թող ասի, ես հարուստ եմ, տկարը թող ասի, ես զորավոր եմ, որովհետև զորքերի Տերը խոսեց եւ նա պիտի կատարի։ Հալելույա։ Եվ մենք չիմանալով անեծք ենք բերում մեր վրա, որովհետև գիրքը հենց այս նույն խոսքն ասում է, անիծյալ է այն մարդը, որ հույսն իր վրա է դրել։ Անիծյալ է այն մարդը, որ չի կարողանում Տիրոջը ապավինել։ Մեզնից ոչ մեկը ոչ մի բան չի արել։ Հիսուսը, երբ մեր մեղքերի մեջ մեռած էինք, նա իր որդուն, Աստված իր որդուն տվեց մեզ համար։ Եվ առաքյալն ասում է, որքան առավել այսօր, որ իր ժողովուրդն ենք, միթե Աստված չի լսելու, միթե Աստված չի բացելու, ինչով ենք տարբերվելու։ Եթե իմ Աստված չի պատասխանելու իմ աղոթքին, ես չեմ ուզում այդ ասում, բայց խնդիրն Աստծո մեջ չի, խնդիրը իմ մեջ է, որովհետև թույլ եմ տվել, որ հոսքը այս աշխարհը փակի իմ աչքերը, որովհետև Տիմոթեոսի մեջ ասում է, եթե այս բաները հիշացնես եղբայրներին, քեզ սնուցած կլինես հավատքի խոսքերով։ Օրը 4 ժամ, 5 ժամ, 6 ժամ, ինչով ես քեզ սնուցում։ Քանի գիգաբայթ information ես ընդունում աչքերիդ մեջ, աչք ուղեղիդ մեջ, որ գալիս աչքեմ TV-ից, Instagram-ից, տեղից, ընդեղից, ինչ որ դնես քո մեջ, այն ես դառնալու։ Ինչ որ դնես քո մեջ, այն ես դառնալու։ Դրա համար Եսայա 58-ը խնդրում եմ, որ գնաք կարդաք տանը։ Եսայա 58-ը Եսայա մարգարեն իր ժողովրդին ասում է, լսեք, Աստված միթե չի ուզում ձեր կյանքը օրհնի, ուզում է, ու նորից խոսում է ծոմի մասին։ Իրանք ասում են, բայց մենք ծոմ պահել ենք, ոնց որ թե չի օգնի, ասում են, նո, ճիշտ չեք պահել։ Որտեվ ծոմի օրը դեռ շարունակում եք մատով ցույց տալ իրար ասել, գիտես, իմացես, բամբասում եք, խոսում եք։ Հետո խոսում է իսկական ծոմի մասին, հետո խոսում է ծոմի արդյունքի մասին։ 7-րդ խոսք, Isaiah 58 verses 7 and on։ Հացը տանոթին բաժանելը, թափառական տնանքներին տունը տնթունելը, մերկին հագցնելը, մարմինը տանտեսելն է։ Այն ժամանակ, այսինքն երբ որ դու դա ճիշտ անես, ասա այն ժամանակ քո լույսը առավոտի պես պիտի ծագի։ Առավոտը հրաշք բան է, չէ՞, եթե գիշերակաց մի տեղ մնացել ես, գիշերը շատ զարմանալի է, հետո լույսը բացվում է։
քո լույսը, ուրիշների լույսը չէ, հովիվի լույսը չէ, չգիտեմ, քո լույսը առավոտի պես պիտի ծագի։ Քո բժշկությունը շուտով պիտի հայտնվի, ասա իմ բժշկությունը։ Քո բժշկությունը շուտով պիտի հայտնվի։ Չի ասում կարող է հայտնվի, ասում է քո բժշկությունը գալու է։ Որովհետև նա վերքերի տեր ու ցավերի տեղյակ եղավ, որ նրա վերքերով մենք բժշկվենք։ Քո բժշկությունը, ոչ թե ուրիշի, այլ հենց քո բժշկությունը շուտով պիտի հայտնվի։ Քո արդարությունը քո առջևից պիտի գնա եւ Տիրոջ փառքը քո ետևից պիտի պաշտպանի։ Այն ժամանակ պիտի կանչես Տիրոջը եւ նա պիտի պատասխանի։ Պիտի աղաղակես ու նա պիտի ասի ահա ես։ Ո աղոթում ենք պատասխան չկա։ Եղիայի պատմության մեջ Եղիան ասում է, այս Բահաղի մարգարեները հավաքվել են, ասում են, մեր Աստվածն է ճիշտ, եկեք փորձենք։ Եթե չեմ սխալվում, 400-ից ավել մարգարեներ են, գրած առավոտից իրիկ ու գոռում են։ Եղիան ծիծաղում ասում է, կարող է քնած է, բարձր ճվացեք։ Երբեմն ես մտածում եմ, այս աչքից մենք ենք դա հեռել Բահաղի քահանաները, առավոտից իրիկ ու ճվում ենք ու թվում Աստված չի լսում։ Դեռ գաղտնիքն ուրիշ տեղ է, որ ձեր սրտի աչքերը լուսավորվի, որ ճշմարիտ ծոմ պահեք։ Այն ժամանակ ասում է, դու հենց որ ասես իմ Աստված, ես կհայտնվեմ այդտեղ։ Այն ժամանակ պիտի կանչես ու Տերը պիտի պատասխանի ու պիտի ասի, ահա ես։ Եթե քո մեջիցդ լուծը մատով ցույց տալը, չար խոսքերը վերցնես, անոթին հոժարությամբ կերակրես ու կարոտացի հոգին կշտացնես, այն ժամանակ լույսդ խավարի մեջ պիտի ծագի եւ քո խավարդ կեսօրվա պես պիտի լինի։ Քո վատ օրը ցերեկվա պայծառության պես պիտի լինի։ Տերը միշտ, ասա միշտ, քեզ առաջնորդություն պիտի անի։ Քո հոգին երաշտի ժամանակ էլ, when it's drought, when it's famine in the land, քո հոգին կկշտացնի, այսինքն ծարավ չես մնա։ Ոսկորներդ կզորացնի, քանի ոսկրացավ ունեցող ունենք այստեղ։ Եթե քո հոգու աչքերը բացվեն, քո ոսկորները կբժշկվեն Հիսուսի անունով։ Քո հոգին երաշտության ժամանակ կշտանա, ոսկորներդ կզորանան եւ դու ջրարփի պարտեզի պես, աղբյուրի պես պիտի լինես, որի ջուրը չի պակասում։ Ոչ թե քո վրա կաթիլներ կգան, դու ջրամբար կդառնաս, ջրի առատություն կունենաս։ Քեզնից ծնվածները հին ավերակները կշինեն, նախկին դարերի հիմքերը կվերականգնեն, դու փլացներ նորոգող կանվանվես։ Եթե Աստծո առաջ գաս եւ հավատաս, որ Տերը դա է ուզում մեզանից։ Ամեն։ Ինչ է ասում Եբրայեցիսը, երբ որ ասում է 11:6-ի մեջ, բայց առանց հավատքի հնարավոր չէ Աստծուն հաճելի լինել։ Նորից ասեցի, խոսքը Աստծո գոյության հավատքը չի, դևերն էլ են հավատում։ Երբ է գալու այն ժամանակը, որ Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքի հավատանք ու ասենք այո, Տերն ասել, չի կարող սուտ լինել։ Աստծուն մոտեցողը պիտի հավատա, որ նա կա, դա հավատքի մեկ ոտքն է։ Աստված կա։ I know that for sure. There is God, կա Աստված։ Բայց այդտեղ չի պրծնում։ Մենք շատերս այդտեղ ենք, Աստված կա, դե եթե Աստված կամենա, դե եթե Աստված ուզի, դե եթե բախտս բերի, եթե մի հատ չգիտեմ ինչ լինի։ No, հետո ասում է, եւ վարցահատույց է նրանց, ովքեր փնտրում են իրեն, ասա վարցահատույց։ Աստված կա, բայց իմ կյանքում ոչ մի բան չկա, որովհետև ոչ, Աստված կա եւ վարցահատույց է իրեն փնտրողների համար։ Շրջվի կողքինիդ, ասա քո վարձքը պատրաստ է։ Աստված վարձք ունի քո հավատքի համար։ Քո հավատքը անպատասխան չի մնալու։ Քո հավատքը դատարկ չի մնալու։ Հավատքով եղած աղոթքը պիտի բժշկի։ Հավատքով եղած աղոթքը ազգի ճակատագիրը պիտի փոխի։ Հավատքով եղած աղոթքը
խավարը լույս պիտի դարձնի, որովհետև Աստված կա եւ Աստված հատուցում է նրանց, ովքեր փնտրում են իրեն։ Եփեսացիս 5:18-20 եւ կավարտեմ։ Պողոս առաքյալն է նույն նամակն է, որ ասում է աղոթում եմ, որ ձեր աչքերը բացվի, ձեր սրտի աչքերը։ Հետո ասում է 5:18-20-ը եւ մի արփենակ գինով, որի մեջ անառակություն կա։ Գինին խմում ես, շշի մեջ համով է, լավ է, գեղեցիկ է, բայց իր մեջ անառակություն կա, այսինքն ինքը քեզ տանելու է, հետևանք ունի։ Այսօր մեծ մասը գինի չեք խմում, չեմ տեսել շատերիդ հարբած, բայց իրականում այս խոսքն ուզում է ասել ուշադիր եղի ինչ ես ներս տանում, որովհետև եթե անհավատության խոսքեր հետ ներս տանես, այս հավատքը ստեղծվել է մարդկանց կառավարելու համար, տենում եմ ոնց ես կառավարվում, գոնե կառավարվեիք, տենց է չի եղնում։ Ինչ ես լսում, ում ես լսում, մանավանդ ջահելներ, ում ես լսում, ում ձայնն է քո տանը, քո ականջին, քո Instagram-ում, ում ես follow անում։ Որովհետև ասում է, որ մի արփենակ գինով դրա մեջ անառակություն կա, լցվել, ինչով ես լցվում, դա հետևանք է տալու։ Դրա փոխարեն ասում է, լցվեք հոգով։ Եվ ինչ արեք, ոնց ենք լցվում հոգով, խոսելով ձեր մեջ սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով, իրար հետ, ձեր մեջ, երբ որ հանդիպում եք իրար, սաղմոսներ խոսք, որտեղից խոսած, որ չենք կարդացել, այդ դրա համար, երբ որ 20 րոպե կարդակ, հետո զանգի, օրինակ 20 րոպե կարդացի, այլին զանգեց, մի հատ գործնական, չգիտեմ, ծառայության հետ կապված, իրան ասեմ, գիտես, 23 սաղմոսի մեջ ինչ ա գրած, որ դու ոչ մի բանի պակաս չես ունենալու։ Ինքն էլ ասի, գիտես, իսկ ես ինչ կարդացի, որ եթե ես ներեմ, Տերն էլ ինձ ա ներելու։ Դա արեք իրար։ Իրար մեջ, այնքան շատ եմ ուզում, երբ որ առավոտը գալիս եմ այստեղ եւ ժողովը դեռ չի սկսվել, ես սովորաբար չեմ սիրում այդ ժամանակ մարդկանց հետ խոսամ։ Որտեղ մարդիկ տարբեր մեկը երազատես է, մեկը գործից է, մեկը ինչ ես բերում դու, ինչ ես բերում դու, ոչինչ որ դիմացինը սկսի խոսալ այս հարևանս տականքի մեկն է իմացար անցած գիշեր, սիրեք ձեր թշնամիներին ու աղոթք արեք, արի աղոթենք քո հարևանի համար։ Լցվեք հոգով, խոսեք ձեր մեջ սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով, երգեք սաղմոս ասեք ձեր սրտերում, ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհացեք Հորից ու Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Այդպես ենք մենք փոխում վիճակը։ Ամեն։ Բայց Եստերի պատմության մեջ այս պետական հեղաշրջումը կատարվում է մի բանից, երբ որ մի կին հասկանում է, որ կապ չունի, որ իմ գլխին թակ կա։ Եթե Աստված չշինի տունը, շինողները իզուր են։ Եկեք կանգնենք ոտքի։ Ես չեմ համաձայնվում 26 թվականին, եթե դուք չեք փոխվելու եւ լինելու եք եկեղեցի, որ Կիրակի օր եկավ նստեց ամեն արավ ու գնաց, ես չեմ ուզում հովիվ լինեմ։ Ինձ համար չեմ ուզում, ձեր համար չէ։ Եթե ես չեմ ունենալու այդ Տիրոջ մտերմությունը, որ աղոթեմ ու հիվանդը բժշկվի, ես չեմ ուզում հավատացյալ լինեմ։ Բայց ես գիտեմ, որ Աստված մեր մեջ ու մեր միջոցով հրաշքներ է անելու։ 26 թվականը դրա համար ես հավատքով հռչակում եմ, որ Աստված անելու է այն, ինչ աչքը չի տեսել, ականջը չի լսել ու մարդու սիրտը չի ընկել։ Եթե մենք աշխարհի պես պիտի ապրենք, մեր ամեն ինչը պիտի լինի նման նրանց, ուրեմն մեր հավատքը պիտանի չէ, բայց Տերը գիտի արագ օրհնել։ Տերը գիտի մեկ գիշերվա մեջ բարիք անել իրեն փնտրողին։ Սիրելիս քո ֆինանսների համար խոսում եմ, Տերը կարա բացի մի դուռ, որ մարդը չի բացել, եւ մեկ ամսվա մեջ, մեկ շաբաթվա մեջ տեսնես բաներ, որ չարը քեզ խաբում էր, որ ամիսներ ու տարիներ ա պետք։ Տերը հրաշքներ անող Աստված է։ Երբ որ մենք գալիս ենք իր առաջ, երբ որ մենք հացից ու ջրից առավել Տիրոջն ասում ենք, դու ես իմ կարիքը։ Ամեն։